Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ Հայաստանի Ծառայական Սուրբ եկեղեցին պետք է ազատվի կեղծավորությունից։ Նա քննադատել է որոշ շրջանակների թուրքական կամ ադրբեջանական հետք որոնելու փորձերը, դրանք որակելով որպես սուտը քողարկելու միջոց։ Փաշինյանը պահանջել է, որ կտրիչ Ներսիսյանը ազատի Վեհարանը, ընդգծելով, որ եկեղեցին պետք է վերադարձվի Հիսուս Քրիստոսին եւ հայ ժողովրդին։ Նա նշել է, որ կաթողիկոսի թեկնածու չունի, բայց ունի բարեպաշտ Աստվածավախ առաջնորդի տեսլական։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին եւ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի օրվա առթիվ։ Փաշինյանը ուղերձում հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները կզարգանան եւ կամրապնդվեն ի նպաստ հայ եւ ռուս ժողովուրդների բարօրության։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ընդգծելով Վաշինգտոնի պատրաստակամությունը Մոսկվայի հետ կառուցողական փոխգործակցությանը։ Նա նաև նշել է, որ Ամերիկան ձգտում է երկարատև խաղաղության Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, ինչը կարող է նպաստել երկու երկրների փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը։ Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը, պատրաստ է օգնել Բաքվի եւ Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդակիմովը։ Ռուսաստանի համար շատ կարևոր է Հարավային Կովկասում խաղաղությունը եւ Ալիևի իմաստնության եւ Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ այդ խաղաղությունն այժմ վերականգնվել է։ Ճամբարակի դեպքի հետևանքով Երևանյան բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը միջին ծանրության, հայտնել են առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ը դուրս են գրվել։ Մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ 2025 թվականին Հայաստանը որպես դոնոր ներգրաված է Ասիական զարգացման հիմնադրամի 13-րդ եւ տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամի 8-րդ կանոնավոր համալրման համար։ Այդ նպատակով Հայաստանն այս տարի հիմնադրամին կվճարի $1 միլիոն չափով գումար։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Այդ նպատակով Հայաստանն այս տարի հիմնադրամին կվճարի $1 միլիոն չափով գումար։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Հարավկովկասյան երկաթուղի ընկերությանը 38.9 միլիոն դրամով շատ սուբսիդիա կտրամադրի 2024 թվականի համար։ 31 համարի ավտոբուսի վարորդը ենթարկվել է բռնության երկու անձի կողմից, այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը իր Facebook-յան էջում։ Ուղևորների եւ վարորդների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է եւ նման դեպքերը չեն կարող անտեսվել։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ Ակնկալում ենք, որ մեղավորները կկանգնեն օրենքի առաջ։ Հունիսի 10-ին Լոռու եւ Տավուշի մարզերում պարեկները իրականացրել են ուժեղացված ծառայություն երթևեկության անվտանգությունն ու հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Լոռու մարզում հայտնաբերվել է 268, Տավուշում 190 իրավախախտում։ Այդ թվում չամրակապված վարում, մքեցված ապակիներ, առանց վարորդական վկայականի եւ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքեր։ Արփինե Սարգսյանը հանդիպել է ընդլայնման հարցերի Եվրոպական միության հանձնակատար Մարտա Կոսի հետ։ Կոսը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն սերտ գործակցությունը եւ ընդգծել Հայաստանի որպես հուսալի գործընկեր լինելու հանգամանքը։ Քննարկվել են ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումները, համաձայնագրերի իրականացումը, աղետների ռիսկերի նվազեցման եւ փրկարար ծառայության արդիականացման հարցերը։ Կողմերը քննարկել են շուրջ 7 միլիոն եվրո արժողությամբ կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրերը։ Անկարգություններ Լոս Անջելեսում մարդիկ ակցիա են արել պարետային ժամի գոտուց դուրս։ Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել ակտիվիստների նկատմամբ։ Ավելի ուշ ոստիկանները արգելափակել են ցուցարարների մի մասին եւ սպառնացել ձերբակալություններով, եթե բողոքի ակցիան շարունակվի։ Անվտանգության ռիսկերի աճի պատճառով կտարհանվեն Իրաքում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի մի մասը եւ նրանց ընտանիքները, հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Այս քայլը հետևել է Ամերիկայի եւ Իրանի միջև բանակցություններին։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը հաստատել է տարածաշրջանում լարվածության ֆոնին Մերձավոր Արևելքից ամերիկյան անձնակազմի մասնակի տարհանման ծրագրերը։ Ամերիկայի առաջնորդը նաեւ հայտարարել է, որ չի թույլատրի Իրանին ունենալ միջուկային զենք։ ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ Վաշինգտոնի օդային տարածքում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ կկիրառվեն բանակի 250-ամյակի տոնակատարության շրջանակում անվտանգության նկատառումներով։ Սահմանափակումները կգործեն հունիսի 14-ին, իսկ Ռոնալդ Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանում թռիչքները կդադարեցվեն 18-ից 21:30 միջոցառման ընթացքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ հաճելի է որակել Իլոն Մասկի ներողությունը, որի հետ նախկինում վեճ էր ունեցել։ The New York Post-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ հնարավոր է հաշտվեն, թեև դա իր առաջնահերթությունը չէ։ Նա ընդգծել է, որ չի մեղադրում Մասկին, սակայն որոշակի հիասթափություն է զգում նրա գործողություններից։ Ռուսաստանի զինուժը ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին կանտուժացներ, կրակի տակ են հայտնվել բնակելի թաղամասեր, կրթական հաստատություններ, մանկապարտեզներ եւ ենթակառուցվածքներ։ Տասնյակ մեքենաներ են վնասվել, դպրոցների եւ տների պատուհաններ են կոտրվել, առնվազն 12 տուժած կա, այդ թվում 4 երեխա։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է գրավել Օդեսան նպատակ ունենալով դուրս գալ Մոլդովայի եւ Ռումինիայի հետ սահմանին։ Ըստ նրա, Վլադիմիր Պուտինը չի ցանկանում ավարտել պատերազմը, համոզված լինելով, թե կարող է ճնշում գործադրել դաշնակիցների եւ քաղաքականապես պահպանել իր դիրքերը։ Գերմանիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք, նա ցանկանում է ծանոթանալ ռազմաճակատում եւ ՀՕՊ-ի հետ կապված վատթարացող իրավիճակին, ինչպես նաեւ քննարկել հետագա ռազմական օգնությունը Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ։ Սա Գերմանիայի պաշտպանության նախարարի երկրորդ այցն է Կիև վերջին 6 ամիսների ընթացքում։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ իր երկիրը միջուկային պաշտպանության երաշխիքներ է ստացել Ֆրանսիայից։ Վարչապետը հայտարարել է, որ շատ հպարտ է Ֆրանսիայի հետ պայմանագրի ստորագրմամբ։ Ես շատ հպարտ եմ, որ մենք ավարտեցինք աշխատանքը եւ պայմանագիր կնքեցինք Ֆրանսիայի հետ։ Մենք առաջին անգամ պարտավորություն ունեցանք խոշոր միջուկային տերության կողմից հարձակման դեպքում լիակատար փոխադարձ պաշտպանության վերաբերյալ։ Հարավային Աֆրիկայում ձյան տեղումների եւ ջրհեղեղների հետևանքով 49 մարդ է զոհվել։ Վատ եղանակը լայնածավալ ավերածություններ է առաջացրել։ Հարավային Աֆրիկայի տարբեր նահանգներում հարյուրավոր մեքենաներ մնացել են խցանման մեջ։ Ճապոնիայում Ֆուձի լեռան ստորոտում մեկնարկել է Toyota-ի Woven City նախագիծը, լիովին միացված ինքնավար եւ կայուն տեխնոլոգիական քաղաքի նախատիպը։ Նախագիծը նախատեսված է, որպեսզի ապագայի շարժունակության եւ խելացի ենթակառուցվածքների փորձարկման հարթակ լինի։ Սկզբում բնակվելու են մոտ 100 մարդ Toyota-ի աշխատակիցներ եւ նրանց ընտանիքներ, հետագայում մինչեւ 2000։ Եթե հիմա վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք լինի, գրանցված ամուսնություն ունեցող զույգը փոխադարձ համաձայնության առկայությամբ ու տարիքային սահմանափակմամբ տղամարդը մինչև 55 տարեկան, կինը առավելագույնը 53, ապա շուտով տարիքն էլ խնդիր չի լինի։ Առողջապահական գերատեսչությունն է նախագիծ շրջանառում, սահմանադրական խնդիր են լուծում։ Հիշենք, մարդու իրավունքների պաշտպանը դեռ նախորդ տարի էր դիմել բարձր դատարան այս հարցով։ Սահմանադրական դատարանն էլ օրեր առաջ հաստատել է օմբուդսմենի հայցը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը տարիքով սահմանափակելը հակասում է մեր սահմանադրության 31-րդ հոդվածին, որն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք։ Նախագծով ներկայացված կարգավորումներով Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ ճանաչված սահմանադրությանը հակասող դրույթները կհամապատասխանեցվեն սահմանադրությանը։ Ձեռնարկին երկու կողմից է պետք նայել։ Սա փորձագիտական համայնքում են պնդում։ Առողջապահության մասնագետները նշում են, լավ է, բայց եւ մտահոգվելու պատճառներ կան։ Սուր հարցը մի կողմից շատ լավ է, որ հնարավորություն են տալիս ավելի բարձր տարիքում կատարել ծնելիության բարձրացման առումով, սակայն կանանցի առողջության հետ կապված բավականին վիճահարույց է դա, քանի որ բավականին նախա եւ այդ ընթացքային բուժումները իրենք պարունակում են հորմոնալ մեծ քանակի պրեպարատներ, հորմոնախթանիչ եւ այլն։ Պլյուս դրան էլ հենց հղիությունն է բարձր տարիքում արդեն ռիսկ կարող է հանդիսանալ։ Եթե առողջապահության նախարարության նախագիծը խորհրդարանն ընդունի, մեր բյուջեի ծախսերը չեն ավելանալու, մասնագետները հենց այս պատճառով են անհանգիստ։ Ասում են, եթե այնուամենայնիվ տարիքային շեմը հանում ենք, ուրեմն պետք է նաև պետությունը կնոջ կողքին կանգնի նաև ծննդաբերությունից հետո, ապահովելով հնարավոր անհրաժեշտ բուժումների անվճար հասանելիությունը։ Նման որոշում կայացնելու համար առաջինը պետք է ընթացիկ հեռավար ռիսկերը գնահատվի եւ նաեւ լուծում տրվի այդ ռիսկերին, ապա նոր այդ որոշումները կիրառվեն։ Փորձագետները նաեւ տեղեկացնում են, որ նույնիսկ բազմաթիվ առաջադեմ պետություններում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար կա տարիքային սահմանափակում։ Մեր օրերում այսօր ուրիշ խնդիր, թե սահմանադրության անհամապատասխանելու հարց ենք լուծում։ Նախագծի հանրային քննարկումն ի դեպ իրավակտերի միասնական կայքում ի դրաֆտում մինչև հունիսի 19 կլինի։ Այստեղ առայժմ մեծ ուշադրության չի արժանացել այն, քվեարկություն չկա, 0 կողմ, 0 դեմ։
Դռնից այն կողմ կանգ են առել հիշողության սլաքները վերափոխվելով անջնջելի պատմության։ Յուրաքանչյուրը հիշողության մի ակնթարթում են կանգ առել։ Անցյալն ու ներկան կամրջող հայմեծերի ժամացույցները Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում առաջին անգամ են ցուցադրվում։ Գրականության, երաժշտության, թատրոնի եւ կինոյի նշանակալի դեմքերի շուրջ 60 ժամացույցներն են։ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Միքայել Նալբանդյանի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի եւ Բարսեղ Կանաչյանի եւ մյուս երևելիների։ Վերևի խոշորացույցի տակ բուլավկա կա, ասեղ կա, որ կախել է պիջակից։ Այս մեկն օրինակ Ռաֆայել Պատկանյանի Փարոց ժամացույցն է, որ նրան 35-ամյա Հոբելյանի արթիվ ուսանողներն են նվիրել Փարիզում։ Ժամացույցներից յուրաքանչյուրը իր պատմությունն ու յուրօրինակ խորհուրդը ունի։ Մեր բացառիկ ցուցադրության մեջ ունենք երկու առանձնահատուկ եւ ազդեցիկ եւ նշանակալի դեմքերի ժամացույցներ՝ Ալեքսանդր Սպենդիանի եւ Տերենիկ Դեմիրճյանի, որոնց ժամացույցները կանգ են առել այն ժամին, երբ կնքել են իրենց մահկանացուն մեր մեծերը։ Նմուշները թվագրվում են 19-ից 20-րդ դարերով, հայտնի բրենդների արտադրանքներ կան՝ ֆրանսիական, գերմանական, իտալական, շվեյցարական։ Բացառիկ է նաև Կապուտիկյանի ոսկյա զարդերի հավաքածուն։ Այստեղ բանաստեղծուհուց 2 ժամացույց կա՝ կախազարդով եւ այս մեկն էլ նրա ձեռքի ժամացույցն է։ Հետաքրքիր լուծում են առաջարկում ցուցադրության հեղինակները։ Ահա այսպես կարող ես նաև ձեռքիդ վրա տեսնել ու պատկերացնել, որ կրում ես մեծն բանաստեղծու նուրբ ու խորհրդավոր ժամացույցը։ Նիկողայոս Տիգրանյանի Բրալյան այս ժամացույցն էլ ապակու վրա են փորձել վերարտադրել։ Գրեթե նույն մոտիվով մենք այստեղ արեցինք ժամացույցը, որպեսզի ներառականությամբ ունեցող մարդիկ կարողանան շոշափեն։ Որքան էլ տարօրինակ թվա ժամացույցների այս խոշոր հավաքածուի մեջ մեկն առ այսօր զարկում է։ Բարսեղ Կանաչյանի ժամացույցն է, որը շարունակում է աշխատել մինչև օրս, խոսեցնելով Կանաչյանի շունչը։ Շարունակում է աշխատել միայն մեկ ժամացույցի սլաքները։ Տպավորություն է, որ բոլոր ժամացույցների սլաքները կանգ առած են որևէ հիշողության վրա, իսկ Բարսեղ Կանաչյանի ժամացույցը շարունակում է ներկայում տկտկալ։ Հայմեծերի հետ ժամանակի մեջ կարող եք ճամփորդել եւս 2 ամիս։ Հիշողության սլաքներ խորագրով ցուցադրությունը կգործի 1438 ժամ, 120 րոպե, մայիսի 31-ից մինչև հուլիսի 30-ը։